Հանդիպման վայրը Վինայն ռեստորանի Vici Lounge։ Հագուստը Daphne խանութ սրահ։ Daphne ժամանակի շունչը ամեն օրվա համար։ Daphne հագուստ, որ խոսում է քո մասին։ Հաղորդավարի ոճը Մետրո միջազգային գեղեցկության ակադեմիա։ Հաճախորդներ ամբողջ կյանքի համար։ Սերը ճամփորդությունների հանդեպ ոչ միայն ձևավորել է մեր այսօրվա հյուրի Marina Travel տուրիստական ընկերության հիմնադիր Սահականուշ Մինասյանի կյանքը, այլև փոխել հարյուրավոր մարդկանց հանգիստը, դարձնելով այն վառ, գունեղ, հետաքրքիր եւ անմոռանալի պահերով լի, տարիների փորձ, վստահություն եւ իհարկե ամենակարևորը հոգատարություն յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ, ինչի շնորհիվ նա դարձել է իր գործի լավագույնը։ Շատ շնորհակալություն Սահականուշ, որ դուք ընդունեցիք իմ հրավերը, այս երեկոն դուք նվիրել եք մեզ, մերն է, եւ ես վստահ եմ, որ այս շքեղ միջավայրում մենք շատ սիրուն զրույց կունենանք։ Ես էլ եմ շատ ուրախ, որ հյուրընկալվել եմ ձեզ, կպատմեմ եւ կապրեմ նաեւ այն անցած ճանապարհս, որը որ կերտել է ինձ։ Շատ հաճելի է, դե ուրեմն մենք միասին հիմա կսրճենք եւ կանցնենք ձեր կյանքի ճանապարհներով, բայց սկսենք ճամփորդությունից։ Այ ճամփորդությունը դա վառ հույսեր է ինձ համար, վառ զգացողություններ է, նորի բացահայտում է։ Իսկ ինչ է ձեր համար ճամփորդությունը։ Ես վայելում եմ ճամփորդությունը, բացի այն, որ աշխատանք է, իմ համար դա հաճելի է ու ես վայելում եմ այդ պահերը։ Սերը ճամփորդության հանդեպ կարծում եմ եկել է մանկությունից։ Ամառային արձակուրդներին տատիկի տուն, ճամփորդել, շփվել բնության հետ, արկածներ որոնել։ Այո, ես մանկուց անդադ գնացել եմ գյուղ, Շամշադինի շրջան, գյուղ Այգեձոր, որը իմ մանկությունը ամառային արձակուրդներին անցել է այնտեղ։ Եվ ես անդադ որոնել եմ գեղեցիկը, անընդհատ հիացել եմ նոր ձեռքբերումներով, ինչ գտել եմ այնտեղ բնության հետ կապված, եւ դա տարիների հետ շարունակվել է։ Դուք դա մենակ չեք վայելել, դուք այսպես ասած խմբակային ճամփորդություններ եք դեռ այն տարիներից կազմակերպել։ Իդեպ ասեմ, որ նաեւ իմ մեջ կար կազմակերպելու ունակությունը, երբ որ դու կազմակերպում ես ինչ-որ մի բան, պատասխանատվություն ես կրում, բայց դա իմ համար հաճելի էր եւ ես վերջում իմ արդյունքները տեսնելով ավելի շատ էի վայելում եւ նա եւ կազմակերպելը եւ բնությունը եւ ընդհանուր իմ այդ գործնեությունը։ Բայց այնուամենայնիվ դուք գնացիք դեպի բժշկություն եւ 20 տարի աշխատեցիք։ Այդ աշխատանքի հասցեն, ինչ փոխեց ձեր մեջ, ինչպես խմբագրեց ձեր կերպարը եւ դուք ինչով դուրս եկաք այնտեղից։ Ես արդեն 20 տարի աշխատել եմ, նոր եմ դուրս եկել, Նորք Մարաշ բժշկական կենտրոնում։ Այ ինչ են տվել այդ տարիները ձեզ։ Նորք Մարաշ բժշկական կենտրոնը ինձ տվել է նվիրվածություն մարդկանց հանդեպ, գործը լիարժեք կատարել եւ աշխատանքի ճիշտ դասավորություն, որը եկել է մեր Հրայր Սահակովիչի ուսուցման տարբերակից, դա նաեւ ես օգտագործել եմ իմ մյուս բիզնեսների մեջ։ Բժշկական ոլորտի մարդիկ ունեն մի շատ կարևոր հատկանիշ, դա նվիրվածությունն է, դա կոմունիկացիան է եւ ես կարծում եմ, որ այդ հատկանիշներն էլ դուք կկարողանաք օգտագործել այս ոլորտում, որովհետև դուք բազմաթիվ մարդկանց հետ եք շփվել, ուզեք թե չուզեք։ Մենք սովորել ենք այնտեղ անշահախնդիր օգնություն ցույց տանք հիվանդին։ Այդ հատկանիշը ինձ ավելի շատ օգնել է մյուս բիզնեսներում, կոնկրետ տուրիստական ընկերությունում, որ ես անշահախնդիր նվիրվում եմ ճամփորդողին, որպեսզի ինքը լիարժեք լավ զգա ճամփորդելու ընթացքում։
Սահականուշը անսպառ էներգիայի աղբյուր է։ Սահականուշը երբեք չի հոգնում, եւ ես երբեմն գործի մեջ որ հոգնում եմ, նույնիսկ ամաչում եմ իրենից, որ ցույց տամ, որ հոգնել եմ։ Ինքը միշտ էներգիայով լեցուն, ցանկացած իրավիճակում, ցանկացած երկրում, ցանկացած տեղ, որտեղ մենք գտնվելիս լինենք, սահականուշը ամեն ինչի լուծումը ունի, ամեն ինչի ձևը գիտի իրավիճակից դուրս գալու եւ դա շատ կարեւոր է։ Դպրոցական տարիներից անգամ ես ոչ մի անգամ չեմ մտածել, որ կարողա գնամ դպրոց ու ասենք ինչ որ մի բանից ամոթով մնամ։ Ճակատս բաց գնացել եմ համոզվելով, որ ինքը միշտ խելոք է, կարգապահ է եւ սովորող է։ Սահականուշ իմ համար շատ ուժեղ կերպար է։ Նախ որպես կին ինքը շատ ուժեղ մարդ է ու շատ դրական, շատ պոզիտիվ, շատ լավ, շատ էներգիա տվող, իրաց շփվելուց միայն դրականն ես վերցնում։ Բացառում է բացասական ինչ-որ բան ստանաս իրանից։ Ինքը շատ լավ տրամադրում է քեզ լավ գործերի, ինքը շատ քեզ դեպի հաջողության ասես դրթելու լավ ջիղ ունի ինքը։ Չգիտեմ, ես իրան շատ եմ սիրում այդ առումով։ Ինքը իմ համար էտալոն է կանացի, տարբեր ասպեկտներում կարողանում է արագ կողմնորոշվել եւ հասկանալ ինչ ծանոթություններ ինչպես կարելի է օգտագործել։ Դա շատ կարևոր է թվում է բիզնեսի համար, որովհետեւ երբ որ շատ մարդկանց հետ ես շփվում, պետք է կարողանաս նաեւ ճիշտ կոմունիկացիա ունենալ։ Այր մոտ դա շատ լավ է ստացվում, ասեմ, որ յուրաքանչյուրի հետ էլ կարողանում է, պես ենք ասում հայերս, լեզու գտնել, հասկանալ, տրամադրել, բացատրել, որովհետև ոչ բոլորն են կարողանում ճիշտ բացատրել, ինչու է քեզ սա պետք կամ ոչ։ Մարդկային շատ հետաքրքիր հատկանիշներ ունի սահականուշը, որոնք բնականաբար կապված են աշխատանքի հետ նաև, այսինքն պատասխանատու է, շատ սիրով է մոտենում ամեն ինչի, որևիցե բան որ նախաձեռնում է շատ ընկերաբար, շատ սիրով մոտենում է իր մերձավորներին, հա, ընկերներին, ընտանիքին, ու այդ ամեն ինչը ուղղակի շատ հրաշալի է կողքից նայել ու վայելել, որպես ընկեր իրան ունենալը բնականաբար շատ հաճելի է։ Ինքը դժվար պահերին միշտ կկանգնի մարդու կողքին, ինքը շատ հետաքրքիր անձնավորություն է իր տեսակով, միշտ խնդիրները կլուծի, եթե հասկանա, որ ձեզ մոտ կա խնդրեմ եւ ինքը կփորձի այդ խնդրեմը ձեզ համար դարձնի ոչ խնդրեմ, այսինքն խնդիրը լուծի։ Ամեն դեպքում իր հետ շատ հարմար է, իր հետ շատ հաճելի է, շատ հետաքրքիր է։ Կազմակերպչի գիծը, հա, ջիղը գումարվեց ճամփորդելու մեծ ցանկությանը եւ կարծում հենց դրանից չէ ծնվեց Marina Travel տուրիստական ընկերությունը ստեղծելու գաղափարը։ Այո, ես միջև տուրիստական ընկերություն ստեղծելը կազմակերպել եմ իմ ընկերների հետ, ճամփորդել ենք, վայելել ենք եւ միտքը առաջացավ հենց այդտեղից, որ ես ինչու՞ չէ կարող եմ նաեւ լինել ընկերության տնօրեն, որը որ կօգնի մարդկանց ճամփորդել եւ վայելել ամբողջ աշխարհը։ Եվ միայն ձեր հաճախորդների ցանկում ընկերները չեն լինի, ավելի շատ մարդիկ կներգրավվեն։ Առաջին ճամփորդությունից ձեր կազմակերպած արդեն տուրիստական ընկերության մինչև այս ամենավերջին ճամփորդությունը, որից կարծեմ վերջերս եք վերադարձել, ինչ որ մի բան փոխվել է որակական առումով։ Այո, փոխվել է, փորձը, մարդիկ տարբեր են, բայց ունեն շատ լավ կողմեր, ճամփորդելուց ավելի բարիանում է մարդը, մտքերը իրեն պարզում է, միշտ լավն է տեսնում ճամփորդող մարդը։ Այո, այդպես է, որովհետև շատ լավ հոգեհուզական վիճակի մեջ է լինում մարդը ճամփորդելիս։ Անդրադարձանք առաջին ճամփորդությանը, որն էր այդ ճամփորդությունը։ Առաջին ճամփորդությունը իհարկե կազմակերպել եմ իմ սիրած վայրը, մեր գյուղ, Այգեծոր։ 2 ամիս աշխատել ենք դրա վրա, կոնկրետ ես հանդիպել եմ գյուղապետերի հետ, որպեսզի պարզեմ, որ գյուղում ինչ գեղեցիկ վայր կա, որ մենք ուսումնասիրենք, մեր հայերը տեսնեն եւ վայելեն նաեւ Հայաստանը։ Այո, Հայաստանը իր գեղեցկությունով եւ եղավ մայիսի վերջի օրերն էր, երբ կայացավ այդ առաջի տուրը, որը հրաշալի էր, տպավորիչ բոլորի համար
Եվ նաև ես վայելեցի այդ պահերը եւ վայելեցի նաև արդյունքները։ Գիտեք, միշտ հիացել եմ ձեր ներգնա տուրերով, ներքին տուրերով, որովհետև դուք կարողանում եք պեղել, գտնել Հայաստանի այն ամենաթաքնված անկյունները, որտեղ գանձերն են մեր, դրա մասին անգամ շատերս տեղյակ չենք, եւ դա մատուցել ու ձեր հագեցված ծրագիրը շատ օրիգինալ եւ շատ եզակի։ Այդ դրանում դուք բրավո ամրցակցությունից դուրս եք Սահականուշ, չնայած որ դուք ունեիք Նորք Մարաշի 20 տարվա ահռելի փորձը։ Չնայած նրան, որ ունեիք տարբեր բիզնեսների փայլուն կազմակերպչի անցյալը, այնուամենայնիվ կարծում եմ, որ սա նոր ոլորտ էր եւ պետք է սկզբում լինեին որոշակի դժվարություններ։ Այն ինչպես հաղթահարեցիք այդ դժվարությունները։ Այո, դժվարություններ շատ են եղել, որ ես սկսեցի արդեն արտագնա туриզմով զբաղվել, դեսպանատների հետ կապված, այլ երկրի օրենքների հետ կապված, տարածքները ոչ լիարժեք իմանալու հետ կապված, բայց այդ ամենը հաղթահարել ենք։ Հիմա արդեն մեծ փորձ ունենք բոլոր առումներով։ Լավ, իսկ որ ուղղություններն են այսօր ամենապահանջվածը հայ զբոսաշրջիկների շրջանում։ Հայերը սիրում են գնալ Իտալիա, շատ են սիրում Իտալիան։ Իտալիան շատ են սիրում, այո։ Բայց ես աշխատում եմ հայերին տանել ավելի հետաքրքիր վայրեր, օրինակ նոր ճանապարհորդություն ունենք Գերմանիայով Նորվեգիա, Նորվեգիայի ֆյորդերը, որը շատ գեղեցիկ են։ Ուղղակի քանի որ մի քիչ բարդություններ կա, ինքնուրույն չեն կարողանում գնալ, բայց ես կօգնեմ բացահայտեն մեր տուրիստները շատ գեղեցիկ վայրեր։ Շատ լավ։ Իսկ այ Սահականուշ, ինչպեսի ղեկավար եք դուք։ Չեմ կարող ասել, դա ավելի շուտ կփաստեն աշխատակիցներս, բայց ես իրենց շատ եմ սիրում, որովհետև իրանց վերաբերվում եմ իմ երեխաների նման, իրենց սովորեցնում եմ ինչը որ չգիտեն, կարևորը լինի արդյունքը հիանալի։ Լավ, իսկ ինչ եք պահանջում իրենցից, հա? Ժամանակին այցելել աշխատանքի, գործին հետևողական լինել եւ պատասխանատվություն կրել իրենց արածների համար։ Սահականուշի այդ աշխատանքը իրականում շատ հետաքրքիր է, որովհետև ինքը ահավոր ուշադիր է մանրամասներին, հա, մանրուքներին, եթե այդպես ասենք, երբ որ իրար հետ ճանապարհորդում ենք կամ կազմակերպում ենք ճանապարհորդությունը, շատ մանր կետեր կան, որոնց նույնիսկ մյուսները կարող է ուշադրություն չդարձնեն, բայց Սահականուշը փորձում է դրանք նույնպես քննարկել, անպայման լուծումներ գտնել, նախապես պատրաստվել այդ ամբողջ process-ին, հատկապես եթե մեկնում ենք արտերկիր, իսկ արտերկրում ամեն ինչ ավելի դժվար է, քան քո սեփական երկրում։ Այդ ամեն ինչը շատ օգնում է, որ աշխատանքը ավելի կազմակերպված լինի ու օրինակ, այսինքն մյուս կողքից որ նայում ես, կարող ես տեսնել, սովորել, ընկալել։ Իսկ ինչն է ամենակարևորը հաճախորդի հետ շփման մեջ։ Իրեն լսես, հասկանաս ինքը ինչ է ուզում, կա որ ուզում են հասանելի եւ մատչելի, մենք իրենց էլի հասանելի եւ մատչելի տարբերակով առաջարկում ենք ավելի շքեղ հանգիստ։ Կարծում եմ, որ գոհ են, որովհետև հաճախորդները մեր անընդհատ օրորի ավելանում են, իրենց այցը կրկնապատկվում է, եռապատկվում է։ Այո, աշխատանքի ամենալավ գրավականը, կարծում եմ, հետ վերադարձող եւ կրկին դիմող հաճախորդն է, չէ՞։ Այո, արդեն դրանից մտածում ես, որ ինքը գոհ է գնացել եւ նորից վերադառնում է։ Աշխատանքը մարդկանց հետ այդ լրիվ ուրիշ ոլորտ է։ Ու քանի որ մարդիկ շատ տարբեր են լինում, շատ բարդ է մարդկանց հետ աշխատանքը, այստեղ նույնպես Սահականուշից շատ սովորելու բան կա, մասնավորապես թե ինչպես է ինքը լեզու գտնում շատ տարբեր բնավորություն ունեցող մարդկանց հետ, ամենաանսպասելի բնավորություն ունեցող մարդկանցից սկսած մինչև ամենաինտելեկտուալ մարդիկ ու այդ բոլորին կարողանում է բերել մեկ էջի վրա ու կազմակերպել իրենց հետ աշխատանքը, ճանապարհորդությունը ու բոլորի համար մենք կարողանում ենք ուրեմն անմոռանալի ճանապարհորդություններ կազմակերպել։ Այս ամեն ինչը իհարկե ի շնորհիվ Սահականուշի այդ մանրուքներին ուշադիր լինելու եւ այդ կոմունիկացիոն կարողություններ ունենալու։ Շատ լավ կարողանում է մարդկանց խմբավորել, համախմբել
միացնել որևէ գաղափարի շուրջ, դա եւս ես կարևոր եմ գնահատում այսօր, քանի որ ես ինքս էլ սիրում եմ եւ խմբավորվել հանգստի պայմաններում եւ իհարկե գործի առումով։ Յուրաքանչյուրս էլ այսօր ժամանակ այնքան քիչ է, որ ձգտում ենք թեկուզ կարճ, բայց ինչ որ ճամփորդությունների մեկնել։ Ինչու՞ չէ, այսպիսի տուրիստական կազմակերպությունների շնորհիվ հնարավոր է նաև գործարար կապեր ստեղծել, անընդհատ հրավերներ են լինում տարբեր երկրներից։ Միշտ ունենում ենք մեր աճի, տրեյնինգային տարբերակներով հրավերներ, տարբեր մրցանակաբաշխությունների ենք հրավերներ ստանում եւ միշտ օգտակար է, երբ որ ունես այսպիսի ընկերուհի, այսպիսի գործընկեր։ Ձեր փորձի հիման վրա զբոսաշրջության շատ ավելի հաճելի է մենակ, թե ընկերներով, խմբակային։ Ես սիրում եմ ընկերներով։ Ինձ հաճելի է ընկերներով ճամփորդել։ Եթե տուրիստ են, ընկերներ չեն, հետո ընկերանում ենք։ Ամեն մի ոլորտ ունի իր առանձնահատկությունները։ Այ որն է туриզմի ոլորտում հաջողության հասնելու բանաձևը։ Աշխատելը եւ տուրիստի պահանջները կատարելը։ Իսկ որքանով է կարևոր սկզբնական շրջանում ներկայացված փաթեթի բոլոր կետերը մինչև վերջ պահպանելը։ Նախ ապահով է զգում տուրիստը իրեն, երբ որ ինքը գիտի ինչ խոստացել ենք կատարվելու է։ Երկրորդն էլ մենք ենք արդեն հանգիստ լինում այդ ամեն ինչը պահպանելով։ Այդ առումով դուք շատ մեծ աշխատանք եք կատարում եւ ես ձեր գրասենյակում առաջին անգամ որ այցելեցի, ինձ մեկնեցիք մի գեղեցիկ, չգիտեմ դրան բլոկնոտ ասեմ, ժուրնալ ասեմ, գրքույկ ասեմ, թե ուղեցույց, որտեղ կետ առ կետ ներկայացվում էր, թե ինչ է քեզ սպասվում ամբողջ ճամփորդության ընթացքում։ Դա այդքան ծախսատար փոքրիկ գրքույկը կարևոր է շատ։ Շատ կարևոր է, այդ հարցում ինձ օգնում է Նազարեթը, շատ նվիրված աշխատող է, պատասխանատու եւ ինքն էլ է սիրում ճամփորդել եւ աշխատանքի մեջ իդեալական է։ Նազարեթը Հայաստանի հայտնի գիդերից մեկն է։ Այո, սովորել է այստեղ, սովորել է Եվրոպայում։ Մենք ծրագիրը կազմում ենք միասին, տպագրելուց հետո տրամադրում ենք մեր տուրիստին, որը ինքը տանը ավելի մանրակրկիտ ուսումնասիրի եւ ճանապարհորդելու ընթացքում ոչ մի խնդրի առաջ չկանգնի։ Որտեվ հնարավոր է ինչ-որ մի բան բանավոր ձեր ներկայացնելու ժամանակ բաց թողած լինի, հիշած չլինի։ Լինում է դեպքեր, բայց դա օգնում է, որ լինի լիարժեք աշխատանքը։ Բուկլետների գաղափարը հենց միասին ենք ստեղծել, մեզ համար շատ կարևոր էր, որ զբոսաշրջիկներին տրամադրենք ամբողջական ինֆորմացիա, որ ցանկացած պահի ինքը կարող է ունենալ այն ինֆորմացիային հասանելիություն, որը իրեն անհրաժեշտ է։ Եվ շատ կարևոր է, որ ոչ միայն տպված տարբերակով ենք ունենում, որովհետև տարիքային տարբերությունից կախված մարդը կարող է on-line չկարողանալ օգտագործել այդ ամեն ինչը, բացի նրանից, որ մենք ունենք տպված տարբերակը, նաև ունենք digital, թվային տարբերակը, ու այս գաղափարը, որ ամբողջական ինֆորմացիան կա մեկ տեղում ու ցանկացած պահի զբոսաշրջիկը ուղղակի կարող է բացել, թերթել, տեսնել ինչ կար այդտեղ, որպեսզի չզանգի կամ կարող է անհարմար ժամ, մեկ լինի չէ, պարկում ես, ասում ես, իսկ ես ինչ տեղում ես, ինչ ենք անելու, ու այդ ինֆորմացիան քո ձեռքի տակ է, կամ տպված տարբերակով, կամ digital տարբերակով։ Ու հա, մենք քիչ տուրիստականներից ենք, որ սա ունենք ու այս նախաձեռնությունը շատ հրաշալի է ու բազմիցս արդեն տասնյակ 20-100 անգամներ համոզվել ենք, որ սա օգտակար է, նաև խնդիրներից խուսափելու համար, որովհետև վերբալ ինֆորմացիան երբեմն կորում է ու կարող է ասեն, բա այս ինչ բանը սենց, այն ինչ բանը նենց բան, ու բացում ես ասում ես, բայց չէ որ մենք ունենք այս ամեն ինչը, էլի սա օգնում է նաև ավելի պրոֆեսիոնալ լինելուն եւ մարդիկ էլ դրա հիման վրա վստահություն են ձևավորում։ Ինչն է ձեզ ամենից շատ ոգեշնչում ճամփորդելիս։ Ամեն անգամ ինչ որ նոր տեղ ես հայտնաբերում, նոր ինչ որ գեղեցկություն ես տեսնում, այդ էմոցիաները ավելի, չգիտեմ, կրկնապատկվում են եւ դա անցնում է նաեւ տուրիստին։ Հիմա խոսենք շատ կարևոր մի բանից, կրուիզներից։ Կրուիզները մեզ հնարավորություն են տալիս միաժամանակ լինել մի քանի քաղաքներում, երկրներում, խնայել ժամանակ, խնայել ֆինանսներ եւ տեսնել շատ ու շատ տարբեր բաներ։ Կրուիզային ճանապարհորդության ժամանակ մենք լինում ենք 3-ից 5 երկրներում, 8-ից 10 քաղաքում, որի ժամանակ եւ խնայում ենք ֆինանսը, եւ խնայում ենք ժամանակը, եւ ընդհանրապես չենք հոգնում, մեր օրը վայելում ենք լիարժեք։
Երեկոյան անցկացնում ենք նավի մեջ շոուներով։ Դե նավը մի հսկայական քաղաք է։ Այո, քաղաք է, որտեղ որ լինում են մոտավոր 3000-ից 6000 մարդ եւ հիանալի օր ենք անցկացնում երեկոյան նավի մեջ։ Ցերեկները լինում ենք տվյալ քաղաքներում, որը որ վայելում ենք քաղաքների գեղեցկությունը։ Եթե մարդիկ չեն կարողանում ձեռք բերել եվրոպական երկրների վիզաներ, դուք ալտերնատիվ կրուիզներ կազմակերպում եք։ Իհարկե, արաբական էմիրություններ ենք գնում ենք օրինակ Սինգապուր, Վիետնամ, որտեղ որ on-line վիզաներ են, կախված չի լինում շենգենյան վիզաներից եւ դեսպանատան խնդիրներից։ Վերջին տարիներում շատ պրոբլեմատիկ դարձած։ Այո, ճիշտ է, մենք հաղթահարում ենք դա։ Տուրիստը շատ քիչ բան է իմանում այդ հաղթահարելու գործընթացի մասին, բայց մենք այդ ամեն հարցը լուծում ենք։ Սակայն բավականին հետաքրքիր փաթեթներ է առաջարկում իր կազմակերպությամբ, նաև մանրակրկտորեն կազմակերպում է ողջ խմբերի ճամփորդությունները կրուիզների ընթացքում։ Ես ինքս 3-4 արդեն անգամ եղել եմ եւ բավականին սիրում եմ, հատկապես ընտանիքով եւս մասնակցել եմ, հիանալի ես ասեմ, երեխաների համար նախատեսված տեղերից, ժամանցային տեղերից եւ պասիվ ու ակտիվ հանգստի սիրահարների համար կարելի է գտնել յուրաքանչյուրին իր անհրաժեշտ ու դուր եկած մեթոդը հանգստի։ Ինքը շատ անմիջական մարդ է եւ շատ արագ կարողանում է կոնտակտի մեջ մտնի դիմացինի հետ։ Եվ մինչև հիմա ես իր հետ ընկերություն եմ անում եւ բոլոր ճամփորդությունները իր հետ եմ ուզում անցկացնել։ Ուրիշ ավելի հարմար տարբերակներ էլ լինում են, բայց ես ուզում եմ անպայման իր հետ, որտեղ իր հետ շատ հարմարավետ է, ինքը շատ այսպես հոգատար է իր այսպես ասած տուրիստների նկատմամբ, իրեն կողքի մարդկանց նկատմամբ շատ ուշադիր է եւ իր հետ շատ հետաքրքիր է իր բոլոր այդ էքսկուրսիաները անցնում են շատ հետաքրքիր միջավայրում եւ այդ միջավայրը ինքն է ստեղծում։ Արկած այդ մարդը լրիվ արկած է, ինքը սենց հետաքրքիր, որ ռիսկը ահավոր շատ է իր մեջ, նույնիսկ բաներ կա, որ ես կվախենամ անեմ, ինքը շատ հավեսով դա անում է, այդ ռիսկն էլ իր մեջ ինձ շատ դուր գալիս էլի, դելտապլանով թռնել, այնտեղ սարեր բարձրանալ, այդ ամենադժվար տեղերը, նույնիսկ արտասահմանյան կրուիզները, որ գնում ենք միասին, էլ ինքը շատ այդ իր այդ ռիսկին շատ դուր է գալիս, դրական, ամեն ինչից տեղյակ, խումբի շատ ճիշտ տրամադրում, շատ ճիշտ անում, տուրերը ինչ ինքն կազմակերպում, շատ գրագետ ամենակարևորը կազմակերպում, ու անհնար է դու դժգոհ գաս իր այդ տուր գնալուց հետո դա բացառվում է, որտեղ բացի դրականից ոչինչ չես տեսնում այնտեղ։ Ճիշտ կազմակերպված, ճիշտ ընկեր, ճիշտ տուրի ղեկավար։ Հետո գիտեք ինչն է ամենակարևորը, երբեք դու չես զգում պես տուրի ղեկավար, ինքը բոլորի հետ ընկեր է, բոլորի հետ, ինքը շատ դրական արև մարդ է։ Մենակ իր ժպիտը արդեն հերիքով, մի հատ բան ես նեղված, մի հատ ժպտում է, արդեն դու զգում ես, որ ամեն ինչ նորմալ է։ Սակայն շրջանապարի շատ լավ ընկեր է, այսինքն դու կարող ես վստահ լինել, որ ամեն հարցում կարող է կազմակերպել, օգտակար լինել, գիտեք չէ, մարդուն ճանաչում են կամ հաց ուտելիս կամ ճանապարհ գնալիս։ Դուք մայիս ամիսը, որը արժևում է արդեն, նվիրել եք Հայաստանին եւ շատ հետաքրքիր ծրագիր ունեք, չէ՞։ Այո, քանի որ մայիս ամիսը Հայաստանում շատ գեղեցիկ է, ծաղկած, կանաչ, հիանալի տեսարաններ ունենք, մայիսը նվիրում ենք Հայաստանին, գնում ենք օրինակ Լոռի, գնում ենք էլի Տաուշի մարզ։ Մի խոսքով մայիս ամիսը Հայաստանով պտտվելու եւ գանձերը տեսնելու ամիսն է։ Ինձ հետաքրքիր է, դուք ձեր աշխատանքը ինչի համար եք սիրում։ Այդ զգացողությունների։ Այո, զգացողությունների համար ես շատ սիրով եմ աշխատում։ Ինձ ոչ ոք չի ասում շուտ տարի աշխատանքի կամ երկար աշխատի, ես դա սիրով եմ անում, ոգևորվում եմ իմ աշխատանքի արդյունքներով, այո։ Իսկ մեկ գավաթ սուրճը դուք խմում եք տանը, թե աշխատավայրում։ Աշխատավայրում։ Իսկ ամենակարևոր սկզբունքները աշխատանքում։ Ազնվություն եւ պատասխանատվություն։ Դուք նաեւ Partners բիզնես ակումբի անդամ եք, այնց հետաքրքիր է, ինչ է տվել ակումբը ձեզ, թե մասնագիտական եւ թե անձնական առումով։ Մենք դարձել ենք արդեն ընտանիքի նման եւ միասին աշխատում ենք, որոշումներ ենք կայացնում մեր բիզնեսներում, նաեւ միմյանց օգնում ենք։ Նաեւ կարծեմ համագործակցության։ Այո, նաեւ համագործակցում ենք, այո։ Նաև ճամփորդում եք։ Նաև ճամփորդում ենք միասին։ Դուք եք կազմակերպում։ Եվ ես, եւ Տաթևիկը։ Սահականուշը շատ պատասխանատու է, շատ պատրաստական,
Իհարկե շատ ճամփորդասեր է եւ միշտ աշխատում է մեր բոլոր ճանապարհորդությունների մի մասը լինել։ Առհասարակ պետք է ասեմ, որ մեր ակումբը ունի իր չափորոշիչները եւ մենք շատ բարձր տեղում ենք դնում մարդկային արժեքները, մեկը մյուսի թիկունքում կանգնելը, մեկը մյուսին աջակցելը, սատարելը եւ եթե այս պահին սահականուշը եւս մեր շարքերում է, մեր ակումբակցուհին է, բնականաբար կիսում է այս բոլոր արժեքները մեր կողքին։ Սահականուշի հետ ես հանդիսանում եմ Partners Business ակումբի անդամ եւ որպես գործարար կին կամ կնոջ կերպար կարող եմ խոսել այն մասին, որ բավականին կազմակերպված, իր գործը գիտակ անձ է համարվում։ Մեր ակումբի լավ ակտիվ մասնակիցներից մենք միասին ճամփորդել ենք հատուկ հրավերով մեր էկոնոմիկայի նախարարության եւ Պարսկաստանի դեսպանատան կազմակերպված ծրագրերով, եղել ենք կրուիզային ճամփորդություններում եւ նաեւ նախատեսում ենք նոր հետաքրքիր նախագիծ միասին, այսինքն հասկանում ենք ինչքան կարեւոր է բիզնես ոլորտում համագործակցել, ստեղծել նոր ծրագրեր, աշխատանք, ընտանիք, ընկերներ։ Կնոջ համար կարևորագույն բևեռներ, հա, ընկերուհիներ, որոնցից մենք ստանում ենք էներգիա։ Ստացվել է այս երեքը համատեղել։ Այո, ինձ օգնում են իմ ընտանիքի անդամները։ Եթե չօգնեն, ես չեմ կարող իհարկե համատեղել։ Ունեմ հիանալի ընկերներ, իմ ընկերները շատ հին են, ով նոր է լինում, հետո դառնում է հին ընկեր։ Այսինքն ոչ ոք չի բողոքում, որ դուք իրենից ժամանակ եք խլում։ Ոչ։ Ես որպես ծնող շատ շնորհակալ եմ Սահականուշից։ Ինքը շատ հոգատար է։ Գիտակցորեն աշխատում եմ չզբաղեցնել իրեն, քանի որ այդքան կարիք չունեմ, այդքան ասենք մեծ չեմ, բայց եթե հանկարծ մի փոքր կարիք եմ ունենում առողջականով, վարքյան չի անցնում, Անուշիկը կողքդ կանգնած է։ Իսկ ինչպես եք կարողանում տարվա բոլոր եղանակներին, բոլոր օրերին, բոլոր ժամերին այդ ամենի հետ մեկտեղ ունենալ այսպիսի փայլուն տեսք։ Կարծում եմ պետք է ուղղակի տրամադրվել, այո, եւ երբեք չբողոքել ոչ եղանակից, ոչ օրվա ծանրաբեռնվածությունից եւ լինել միշտ գեղեցիկ։ Իսկ եթե մենք գանք ձեր տուն եւ բացենք ձեր զգեստապահարանի դուռը, մենք այնտեղ ինչ գույներ կտեսնենք եւ ինչ ոճեր։ Սիրում եմ բոլոր ոճերը, իսկ գույների առումով ես ավելի շատ սիրում եմ վառ գույներ։ Ինչպեսին որ դուք եք ձեր էությունը։ Այո, ես սիրում եմ տեսնել վառը միայն։ Միշտ մոդայիկ, միշտ հարդարված, միշտ կոկիկ, այդ ամբողջ այդ գործունեությունը իրան չի խանգարում կանացի մնալ։ Այդ է շատ գովելի է, որովհետև նա մի քանի գործերով զբաղվում ու այդ ինձ դուր է գալի, որ ինքը միշտ ժամանակ է գտնում իր կանացի կերպար ճիշտ պահելու համար։ Ու տենց էլ տրամադրում է շրջապատին։ Իր այդ շփվելով չես կարող ուրիշ ձևի մարդ լինես։ Իր այդ շփվելով մենակ դրականն ու լավն ես տեսնում ու ուզում ես նմանվես իրեն։ Օրինակ ես իրոք շատ եմ ուզում նմանվեմ իրան։ Ես հիմա ձեզ սիրով Դափնի խանութ սրահի կողմից Թումանյան 5 եւ Պուշկին 35 հասցեներում է գտնվում խանութները, ձեզ եմ նվիրում այս գեղեցիկ նվերը, սա անակնկալ է, կբացեք եւ կտեսնեք ինչ կա այնտեղ եւ ես կարծում եմ, որ ձեր զգեստապահարանի դասական հատվածը այնտեղից կարող եք առօրյա գործնական դասական համալրել։ Շնորհակալ եմ Դափնի խանութ սրահին։ Իսկ հիմա անցնենք տան այն հատվածին, որտեղ տան համն է, հոտն է, բույրն է եւ հյուրընկալությունն է, խոհանոց։ Հաճախ եք կարողանում ժամանակ գտնել եւ մտնել այնտեղ։ Ցավոք այս վերջերս խոհանոց չեմ կարողանում մտնել, ուղղակի ժամերի առումով, բայց շատ եմ սիրում պատրաստել եւ դա իմ մոտ շատ լավ ստացվում է։ Դուք ունեք երկու հրաշալի դուստր։ Իրենց մեծացնելիս ավելի շատ եղել եք խիստ, թե իրենց հետ ընկերություն անող մայր։ Եղել եմ եւ ընկեր եւ նաեւ խիստ եմ եղել։ Ահա, երկուսը միաժամանակ։ Այո, միաժամանակ։ Ձեր դուստրերից ով պիտի հետո ձեր գործը շարունակի։ Մեծ աղջիկս, որովհետև ավելի շատ շփվող է, ասեմ, որ մեծ աղջկաս Դստեր անունով է, տուրիստական ընկերությունը, այո, Marina Travel-ը։ Բայց նա նաև շատ շնորհալի նկարչուհի է։ Ինքն էլ տեսնում է գեղեցիկը, աշխարհում գեղեցիկը եւ նկարում է,
եւ ստեղծագործում է։ Մի խոսքով էլի ձեր նման վառ ու գեղեցիկ ապրող մարդ եք մեծացրել։ Այո։ Ես դեռ հիշում եմ տարիներ առաջ, երբ երկու դուստրերին նկարչության էր տանում, ես այդ ժամանակներից եմ իրեն ճանաչում, հրաշալի մայր է ինքը, հոգատար, իր երեխաների մասին մտածող, այն ժամանակ մասիվից դեռ տարիներ առաջ Թերլեմեզյան տանելը շատ դժվար էր, բայց ինքը տենց գրկած, քնելով, զարթնելով, չգիտեմ, երկու աղջիկներին տանում էր Թերլեմեզյան նկարչության. Եվ հիմա, եթե գիտեք, իր դուստրերից մեկը հրաշալի նկարչուհի է դրա շնորհիվ նաև, շատ հոգատար մամա է ինքը, ու հիմա արդեն նաև շատ հոգատար տատիկ, երկու թոռնիկների տատիկ է ինքը արդեն։ Հոգատար էր եւ երեխաների ապագայի մասին շատ էր մտածում։ Ու այսօր արդեն պարզ երևում է նրա անցած աշխատանքը իր երեխաների հետ դպրոցական տարիների, այսօր արդյունքը ստացել ու դա իր շնորհքն է, որ իր երեխաները ինչ որ մի բանի հասել են։ Շատ նվիրված է իր ընտանիքին, այնց շատ դուր գալիս, շատ նվիրված մայր է իր զավակներին ու շատ նվիրված ընկեր։ Շատ եմ սիրում այդ բնավորության գծերը իր ու հենց դա էլ ստիպել է, որ մենք այսքան երկար տարի լավ ընկերներ մնանք։ Դուք ունեք նաև թոռնիկներ։ Երես տվող տատիկ եք։ Հա։ Որովհետև թոռնիկներին տատիկները երես են տալիս, ծնողները դասերակում են ուղղակի։ Այս երեկոն դուք մեզ նվիրեցիք։ Մենք միասին շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Իսկ առհասարակ այն քիչ ազատ ժամանակը ձեզ որտեղ կարելի է տեսնել։ Ազատ ժամանակը լինում ենք բնության մեջ եւ ընտանիքով։ Շատ շնորհակալություն Սահականուշ հետաքրքիր եւ անկեղծ զրույցի համար։ Ձեր ճանապարհը հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է երազանքը դարձնել իրականություն, նվիրվածությամբ եւ սիրով արված գործով։ Ես ձեզ մաղթում եմ նոր ուղղություններ եւ նոր հաջողություններ։ Ես էլ եմ շնորհակալ հյուրընկալության համար։ Շատ հիանալի պահեր անցկացրեցինք, վերհիշեցի այդ ամենը, ինչ անցել էր մանկուց մինչև հիմա։ Շնորհակալ եմ շատ։ Հանդիպման վայրը Վինայն ռեստորանի Vici Lounge։ Հագուստը Daphne խանութ սրահ։ Daphne ժամանակի շունչը ամեն օրվա համար։ Daphne հագուստ, որ խոսում է քո մասին։ Հաղորդավարի ոճը Մետրո միջազգային գեղեցկության ակադեմիա։ Հաճախորդներ ամբողջ կյանքի համար։